Որքան ես եմ հասկանում աշխարհաքաղաքականությունից, այս իշխանություններին հեռացնելը շատ ծանր ու բարդ գործ է, վիճակը շատ ավելի ծանր է, իշխանությունները դրսի պատվերով այդ ժողովրդի հետ խեղված հատվածի խեղումը ել ավելի են խորացնում իրենց որոշակի շահերի համար, իսկ 4-ին անգամ ազգի դավաճան են հռչակել, որ ես ասել եմ իրականություն, եթե դու ուզում եք իրականության մեջ ինչ-որ բան փոխեք հեղափոխական, 95% պիտի անեք մինչև իշխանափոխություն։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, մինչև մեր այսօրվա հյուրին ներկայացնելը հիշեցնեմ, դիտելով, տարածելով, մեկնաբանելով հաղորդումները դուք դրանով մեծ գործ եք կատարում, նպաստում եք հաղորդման զարգացման գործին։ Իսկ այսօր հարցեր կան արձակագիր, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանին։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Պեպանյան, տարին մոտենում է ավարտին, թեև ինձ համար իմ ընկալմամբ 2020 թվականից հետո գրեթե ոչինչ չի փոխվել, էականորեն ոչինչ չի փոխվել եւ մենք նույն իրականության մեջ ենք ու նույն ժամանակի մեջ ենք, բայց պայմանականորեն եթե դիտարկենք, տարին ավարտվում է եւ ես խորհրդանշական կերպով ցանկություն ունեցա տարվա ավարտին քննարկել այնպիսի հարցեր, որոնք սովորաբար չեն քննարկվում մեր դաշտում, բայց որոնց դուք անդրադառնում եք սովորաբար ձեր հաղորդումներին։ Եվ դուք ասում եք, որ հարկավոր է անաչառորեն ախտորոշել իրականությունը, որպեսզի հնարավոր լինի դիմադրության ռեալ արդյունավետ քայլեր մշակել։ Եվ նա շատ կարևոր է հասկանալ ինչ ռեսուրսներ ունենք եւ ինչ է հնարավոր փրկել։ Եթե ելակետ ընտրում ենք 2020 թվականը, էական փոփոխություն չկա, որովհետև իրականում այդպես էլ չախտորոշվեց իրականությունը, եւ չի ախտորոշվում իրականությունը, որովհետև այն շատ դառն է ու համարձակություն չկա պայմանական ասած էլիտայի մեջ ախտորոշելու եւ համապատասխան պայքարի դուրս գալու։ Ուրեմն իմ Ալեքսանդր Մակեդոնացի վեպի մեջ այսպիսի մի դրվագ կա, Ալեքսանդրին հարցնում են Թաիսա Աթենուհու հետ դու ինչի էիր տենց քեզ հետ տանում էիր արշավանքների, ինքը ասեց գիտեք ինձ համար հրաշքի պես բան է երբ որ կինը ինտելեկտուալ է, որ այդ հարցերը տվեցիր ես հիշեցի դա եւ զարմացա որ այդքան ինտելեկտուալ ես ու տեղեկացված դա հրաշքի պես մի բան է։ Սպասելի է շուտ։ Ուրեմն ես համաձայն չեմ որ 20 թվականից հետո բան չի փոխվել է դեպի վատը, որովհետեւ աշխարհաքաղաքական որոշակի ուժեր, որոնք ծրագրեր ունեն այս մեր տարածաշրջանի հետ կապված, իրենք նպատակային կերպով իրենց ծրագիրը իրականացնում են, իսկ այդ ծրագրի վերջնանպատակը այնպես անել, որ Հայաստանի բնակչությունը հնարավորինս քչանա կամ ինքը եթե այստեղ մնանել լինեն անհայրենիք, անազգ, ինչ-որ մի զանգված, որի մտքով երբևիցե չանցնի հարցեր տալ իրենց, թե ինչ եղավ, ուր է մեր Արցախը, ինչու մեր տարածքի վրա ուրիշները երթևեկում են անբռնազբոս եւ ինչու են ուրիշները լցվում մեր երկիր, ինչու են մեր պատմությունը խեղում մեր երեխաների կրթությունը եւ այլը, որպեսզի ասենք որևէ հակադրություն չլինի։ Իրենց նպատակը կա, իրեն գործում են, դժբախտաբար մեր կողմից անհրաժեշտ քայլ չի արվում, մի քանի շարժումներ ունեցանք, որոնք նպատակ ունեին իշխանություններին հեռացնելու չկարողացան։ Ես այս բոլոր շարժումների ղեկավարներին էլ դիմել եմ, որ որքան ես եմ հասկանում աշխարհաքաղաքականությունից, այս իշխանություններին հեռացնելը շատ ծանր ու բարդ գործ է, ձեզանից պահանջվելու երկար ժամանակ, իսկ որպեսզի շարժումը չմարի, մարդիկ չհուսալքվեն, ես իրենց առաջարկել եմ այսպես ասած պլան B, թե ինչ անել, որ ասենք հրապարակ եկած այդ դժգոհ եւ ազնիվ իրական հայերը, ասենք հուսալքության գիրկը չընկնեն։ Դժբախտաբար չի լսվել եւ հիմա մենք այս վիճակին ենք։ Հասարակության ախտորոշմամբ ես զբաղվում եմ անցյալ դարի վերջերից, երբ որ նկատեցի, որ ինչ-որ խնդիրներ կան, իմ բախտը բերեց, որ ես հանգամանքների բերումով իշխանական համակարգի մեջ հայտնվեցի 93-96-ին, բուրգը տեսա եւ հասկացա, որ ինչ-որ խնդիրներ կան, բայց նաեւ հասկացա, որ այս դժվարությունները որ կան, իշխանությունները չեն այսպես նստում պլանավորում, այլ խորքային պատճառներ կան, հետո ուսումնասիրեցի մեր ժողովրդի անցյալը, ժողովրդի շերտերի այսպես բաղադրությունը եւ
Հազանգեցի դեռ 97 թվականին մի գիրք շատ արագեցի ու միցարկավոր փրկել հայրենիքը, որտեղ հազանգում է, որ մենթալիտետային խեղում կա ժողովրդի մի ահռելի հատվածի մոտ, եթե մենք չշտկենք, ապա այս տարածքը նվեր է մնալու թուրքերին։ Իմ այդ մռայլ հաշվարկը, դա կանխատեսում չէր հաշվարկ էր, մոտենում է իրականացման, որտեղ քաղաքական ուժերը դա չընկալեցին։ Հիմա ես արդեն ժողովրդի մտածողության արմատական վերափոխման հարցը օրակարգից հանել եմ, քանի որ վիճակը շատ ավելի ծանր է, իշխանությունները դրսի պատվերով այդ ժողովրդի այդ խեղված հատվածի խեղումը էլ ավելի են խորացնում իրենց որոշակի շահերի համար, եւ ես այսօր մի քիչ խնդիր ավելի եմ նեղացրել եւ ասում եմ, եթե առաջ մեր տունը խախուտեր, խարխուլեր եւ ես առաջարկում էի ճաքերը փակել, ամրացնել սյուները եւ այլը, եւ ես ասում եմ, այդ տանը հրդեհ է եւ հարկավոր է մտածել ինչ է կարող է փրկել, այդ դեպքում փրկում ես այն ինչ որ քեզ համար անհրաժեշտ է եւ ինչ որ բաներ էլ սրտի ցավով, ասենք, թողնում ես, որովհետեւ չես կարող բերել։ Եվ ես գտնում եմ, որ հիմա օրակարգային է ինձ համար համենայն դեպս ազգակիր հատվածին, որոնք իրապես ազգի հայրենիքի զգացողություն ունեն ու դժբախտաբար քիչ են նորմայից, ինչպես կարողանանք փրկել չի նշանակում վերցնել Հայաստանից տանել, փրկել որպեսզի իրենք հուսահատության անդունդը չընկնեն, մի մաս էլ գուցե թե թողնի երկրից գնա, իսկ արտաքին ուժերի գլխավոր հարվածը հիմա նրանց դեմ է, որպեսզի ասենք հիմա ես ասում եմ 60,000 ենք ազգակիրներով, եթե մենք անհրաժեշտ քայլեր չանենք կրթական, դաստիարակչական, սոցիալական, աշխատանքի առողջապահական, մենք կլինենք հետո 20,000, 30,000 եւ այստեղ որ ինչ որ քանակության հայեր լինի, կլինի ամբողջությամբ դեգրադացած մարդկային բազմություն։ Որոշիչ գործոն այլևս չենք լինի։ Հա, հիմա էլ դժբախտաբար չենք, մենք պիտի ըստ գիտնականների հաշվարկների, մենք պիտի նորմալ 250,000-ն է։ Այդքան իրական հայ պիտի լիներ։ Երրորդ հանրապետության այդ դիմադրության պայքարներին անդրադառնալիս դուք նշել եք, որ դրանք հաջողության չեն հասել, որովհետև պայքարողները, դիմադրողները գործել են աշխարհաքաղաքական ուժերի գծած մատրիցայի մեջ։ Եվ հաջողելու համար նախ պետք է այդ մատրիցայից դուրս գալ, այլ համակարգ ստեղծել, հա։ Բայց դա շատ դժվար գործ է, չէ, որովհետև ինչպես է հնարավոր, այսպես ասած, կոնտրմատրիցա, կոնտրհամակարգ, ինքնուրույն համակարգ ձևավորել այս պայմաններում, ես շատ ռեալ հարց եմ տալիս, երբ ասենք հատուկ ծառայությունների քթի տակ են գործում բոլոր։ Ուրեմն իհարկե բարդ է, բայց ես ուսումնասիրել եմ, ասենք, մի քանի ժողովուրդների փորձ, դա ասենք բնածին ես այդ իդեան չեմ ունեցել, ես էլ որոնում էի, թե ինչ կարելի անել, երբ որ ես տեսնում էի քաղաքական ուժերը գնում են մի ճանապարհով, որը արդյունքի չի հասցնելու, ես նույնիսկ ասում էի, եթե հրաշք լինի եւ դուք եք իշխանության, իսկ հրաշք ասելով ես միշտ հասկացել եմ ոչ թե աստվածին, այլ արտաքին ուժերը, դուք մեկը ասել եք չեք կարողանալու երկիրը կառավարեք, որտեղ իրականությունը չեք ճանաչում։ Սա մեկ, երկրորդը, ասենք ես որ նայել եմ ումից որ սովորել եմ, իրենք էլ համանման իրավիճակում են եղել։ Հрьяաների մասին եք դուք Սկզբից ես գերմանական փորձն եմ ուսումնասիրել, իրենք էլ ճիշտ այսպիսի վիճակ էր, իշխանությունը գերմանական չէր, նույնիսկ հակագերմանական էր, եւ իրենք ներքևից որոշեցին ինքնակազմակերպվել եւ բոլորը գտնում են, որ կարողացան ստեղծել պետության մեջ, փոքր իրենք բախտը բերեց իրենք թվականակը շատ էին, մոտ 60 միլիոն եւ 100,000-անոց ինչ որ փոքր պետություն սարքեցին, իրենց կառավարություններով, իրենց բաժիններով ներգրավեցին մարդկանց եւ կարողացան դա ստեղծել։ Ու հիմա որ ասում եք, դա այդքան էլ դժվար է վերահասկել, էլի, ասենք հիմա ընդհանրենք մեր տանը հավաքվում ենք եւ ինչ որ բան ենք խոսում կամ ձեր տանը կամ մի սրճարանում, հատկապես քաղաքական կոչեր չենք անում, հեռացնենք եւ այլ այդպիսի բան մենք չենք դնում։ Մենք պարզապես մտածում ենք, ասենք ազգակիր հայեր կան, մենք տեսնում ենք, որ իրենք հատուցան մեջ են, մենք նաեւ հաշվարկում ենք, եթե ադրբեջանցիներ բերեն այստեղ լցնեն եւ այլազգիներ եւ փորձեն խեղաթյուրել կրթական, դաստիարակչական համակարգերը, ինչ է լինելու մեր երեխեքի ճակատագիրը, մենք սկսում ենք մտածել, իսկ մենք ինչ անենք, որ մենք կարողանանք մեր երեխաներին անհրաժեշտ կրթություն եւ դաստիարակությունը տանք զուգահեռ։ Հիմա այդ հնարավորությունները շատ ավելի շատ են, քան առաջ, ասենք վիրտուալ
ինտերնետ դպրոցներ կարող եք, դասընթացներ եւ այլ եւ այլ, իրենք չեն կարող տեսարկել այդ։ Նրանք ովքեր որ ասում են, գիտեք, դժվար է, ես մի օրինակ եմ բերում, երբ որ 1926 թվականին Սեբաստիայի բանտում գտնվող մի հայ 30 տարեկանի մոտ, իսկ 26 թվականին պատկերացրեք Եղեռնից հետո ցակուցրիվ քիչ հայություն կա, վախվորած, բոլորից ունեցվածքը խլել են եւ շարունակում են այդ ագրեսիվ վերաբերմունքը հայերի հանդեպ, երեխաներ կան, դպրոց չեն գնում, թուրքացնում են եւ այս բանտարկյալը, որին իբր թե հայրենիքի դավաճան են դատել, իրենց հայրենիքի էլ իբր թե քրդերին օգնելու ապստամբելուց, տեսնելով ինքը մտածում է, որ հարկավոր է կրթության հարցը լուծել եւ իրեն որ տեսակցության են գալիս մարդիկ, ասում են եկեք դպրոց ստեղծենք, ախտի բոլորը վախենում են, հնարավոր չի, ինքը դա կազմակերպում է, մի տուն են վարձում եւ գույք եւ ասենք մի հայուհի հետ պայմանավորում են, որ երեխաներին դաս տա եւ հայրը ասենք երեխայի ձեռքը բռած գնում է առավոտյան, այդ տան մոտով իբր պատահաբար երեխան որ ձեռքը բաց է թողնում, մտնում է տուն։ Մյուս ծնողային կողմից երեխաները գալիս են ներս եւ իրենք հայրեն են սովորեցնում։ Երեկոյան ինչ-որ ժամին ծնողները իբր պատահաբար գալիս են եւ երեխաներին վերցնում են։ Ես հարց եմ տալի, մենք հիմա շատ ավելի ծանր վիճակում ենք, քան Սեբաստիայի հայրը։ Մարդը կարողացավ այդ դպրոցը ստեղծել։ Եվ ինչ խանգարում, որ մենք մեր մտածենք այլընտրանքային կրթություն տանք։ Ինչն է խանգարում, որ մենք ունենանք, ասենք, ցանկ մեր ազգակիների եւ տեսնենք ովքեր կան, որ կարող են ազգին շատ բան տալ, բայց ասենք դժվար վիճակում են։ Մենք ինչ-որ հիմնադրամ ստեղծենք այդ մարդուն օգնենք, շնորհալիներին մենք խրախուսենք։ Մենք պիտի կարողանանք Դուք երկարաժամկետ նախագծի մասին Այո, դուք ես ինչ որ ասում եմ, ես երկարաժամկետ առաջարկում եմ արդեն 30 տարի, ինձ միշտ ասել են Բայց ժամանակ անցավ, չէ՞։ Միշտ ասել դրա ժամանակ ունեք։ Համակարգ կառուցելը դուք ասեցիք, այդքան էլ հեշտ գործ չի։ Մենք դժբախտաբար 1000 տարի գտնվելով սրաներա ձեռքի տակ մեր սեփական համակարգը ստեղծելու հնարավորություն չենք ունեցել։ Համակարգային մտածողություն չունենք։ Սա դեռ 100 տարի առաջ Հայկ Ասատրյանն էր տխրությամբ արձանագրում։ Մենք անհատների բազմություն ենք։ Այդ պետության ունենալու հնարավորությունն էր, որ ստեղծվեց 90-91-ին էլի մենք համակարգ չստեղծեցինք, այսպես խարխուռը ինչ-որ բաներ, որը հեշտ է քանդվում եւ հեշտ է գրավել լինում է, տեսեք վերցրեցին։ Ահա, տեսեք, այն ինչ որ դուք ասում եք իսկապես իրատեսական է, եւ երբ մենք նայում ենք մեր ընդդիմության ռեսուրսներին, քիչ չեն այդ ռեսուրսները։ Կներեք, բայց անգամ ծիլերը չեն երևում համակարգ ստեղծելու։ Ինչն է դրան խանգարում։ Ես բոլոր երևելի կուսակցությունների դռները բախել եմ։ Անձամբ ես գնացել եւ ասել եմ հարգելիներս, ահա իմ վերլուծությունները դեռ անցած տարի վերջերից մի քանի գրքեր եմ հրատարակել, մի քանի անգամ շարժումներին եմ գնացել, ասել եմ հարգելիներս, համակարգ է հարկավոր ստեղծել, ահա ձեզ համակարգի ուրվագիծ։ Եկեք, ես դեմ չեմ պայքարներին, բայց եթե դուք համակարգ չստեղծեք ու անգամ գաք իշխանության, առանց համակարգի ինչ եք անելու։ Ես չգիտեմ, միշտ էլ իրենք մտածում են, գիտեք ինչպես են ասում։ Ճիշտ բան ես ասում, Պեմանյան ջան, գանք իշխանության նոր ուղղությամբ մտածենք։ Ես էլ ասում, հարգելիներս, ավելի խելացի մարդիկ ասել են, եթե դուք ուզում եք իրականության մեջ ինչ-որ բան փոխեք հեղափոխական, 20-95% պիտի անեք մինչև իշխանափոխությունը։ Դուք պիտի ունենաք ձեր այդ ապագա պետության մոդելը մանրակերտը կիրառված, ձեր կադրերը, որոնք փորձարկվել են այդտեղ։ Հետո եթե գաք իշխանության, ել չասեք, բա ում նշանակենք ես ինչ նախարար, բա ինքը ում բերի կոլեգիա, տեղականներ եւ այլ։ Դուք փորձարկեք, ով է ձեր ձեռքը բռնել։ Համակարգ ունեցեք։ Այ դժվարը սա է, մենք համակարգի չեն գալի։ Հիմա տեսեք, Հայաստանը, եթե այսպես մոտավոր ասենք, Հայաստանը կազմված է մոտ 1000 միկրոպետություններից։ Եսի նկատի ունեմ գյուղեր, համայնքներ, քաղաքներ, որ կան։ Եթե հիմա գնանք հետազոտենք, ես հետազոտել եմ, ոչ մի դու գյուղ չեք գտնի, ամենափոքրից ամենամեծը, որովհետև համակարգ կա։ Այսպես թողնված, իրենք ամեն մեկը իր համար, հա, չգիտեն մարդիկ համակարգը ինչ, այդ հասկացողները էլիտան պիտի փորձի բացատրի, անգամ ստեղծի ինչ-որ այդ փոքր համակարգը, կամաց դերգրավի պետություն լինի։ Մենք ինչ-որ տես մի տարածք ենք, որտեղ ոչ մեկը չգիտի պետությունը ինչ է, ու ես դժբախտություն ունեցել նախարարական համակարգերում աշխատելու, ես տեսել եմ ում են նշանակում եւ ողբացել եմ, ասել ես մեր պետությունը ոնց է դիմանալու այսպես, էլ ինչ-որ մարդկանց են վերում, որ բացարձակ անտեղյակ։ Իսկ մենք ցանկություն ունենք պետություն ունենալու։ Սա շատ ծանր հարց է, ես մեծ ցավով եմ այդ հարցը տալիս։
Ուրեմն տեսեք, ցանկություն ունենալը մի կողմն է, նաև պիտի բացի կամքը հասարակության մեջ պիտի լինի պետության կրողների որոշակի տոկոս։ Ես իրենց որ ասում եմ ազգակիրներ, հենց իրանք են, իրենք դիլինեն 10%, այդ 10% ազգակիրները իրենք բացի իրենց ընտանիքի շահից, իրենք բնածին այդպես են, իրենք իրենց գյուղի մասին են մտածում, քաղաքի մասին, գուցե ավելի շատ հայրենիքի մասին, անգամ իրենց կյանքը կարող են դնել պատերազմներում տեսնում ենք առաջորդի իրենք են գնում իր հայրենիք ավելի կարևոր է քան անգամ իր կյանքը այս մարդիկ պիտի լինեն որոշակի քանակության այս մարդիկ որ քիչ են լինում ու իրենք քանի որ վերլուծական մտածողություն ունեն համակարգային մտածողություն իրենք կարողանում են համախմբվելով այդ հասարակությանը պահել ինչ որ շրջանակների մեջ կրոն են ստեղծում բանտ են ստեղծում այսպես բաշխվածությունը հետեւյալն է նորմալ ժողովրդի մոտ 10% ազգակիրներն են, որոնք պատասխանատու են պետությանը ժողովրդի ճակատագրերում իրենց ձեռքն են վերցնում 20% ես հիմա իրենց կոչում եմ Լևանդին, այդ Իսահակյանի բառն է, ինքը դրանք ես որպես համատելին հասկացակ, ազգակիրների այսպես գերագույն էտալոնը Գարեգին Նժդեհն է, Լևանդինների էտալոնը այսօրվա ղեկավարը պատկերացրեք էլի ասենք դրանց նմանները նժդեհականները սովորական երկրում լինում են 10% նրանք 20% 70% ասենք մարդիկ են որոնք ինչ որ առանձնակի ծրագրեր կազմել չգիտեն չեն կողմնորոշվում նայում են որտեղ ինչ որ սխալ բան կա վերցնեն եւ այդ 10%-ը քանի որ վերլուծական մտածողություն իրենք կարողանում են համախմբվել եւ իրենց ձեռքը վերցնել իրականությունը ճնշել այն 20%-ին որպես իրենք համաճարակեն այն մյուսների համար պայմաններ են ստեղծում որ ստեղծագործեն եւ առաջ զարգանում են մեզանում դժբախտաբար մոտ 1000 թվականից այս առաջի շերտը ազգակիրների խիստ վերացել է երբ որ բյուզանդիական ազդեցության տակ ընկանք Բագրատունյաց թագավորությունից հետո դա վերացվեց եւ ավելի դաժան պայմաններ լինելով ինքը չհասցրեց վերականգնի եւ վերջի փուլներ որ նայում ենք վերջի հազարդի անընդհատ հարված է եղել է իրենց դեպ հիմա հենց այսօր վերհաղորդումը որ սկսեցինք այդ ատակին ուժերի գլխավոր հարվածը ազգակիր տեսակի դեմ է, որտեղ իրենք վտանգ են ներկայացնում, իրենք կարող են համախմբել, ծրագիր կազմել, խանգարել իրենք պիտի այնպես անեն, որ մենք կամ տնտեսական խնդիրներ ունենանք, հոգեբանական խնդիրներ ունենանք, դժվար ապրենք, վհատվենք, որ չխանգարեն։ Պարոն Պեպանյան, Իսահակյանի մասին հիշեցրիք, դուք ժամանակ առաջ մի մեջբերում եք հիշեցրել Իսահակյանից, ես կուզեմ հիմա դրա մասին խոսել, ասում է կողք կողքի երկու սերունդ են աճել, մեկը կոսմոպոլիտների, ազգադավերի Լևանդին բառ հենց այդից է, Լևանդիններ։ Այո ազգուրացների, կարիերիստների, մյուսը թունդ թանձր հայրերանսերների, ես չշարունակեմ ամբողջ մեջբերումը, որովհետև վերջում միտքը շատ դաժան է։ Երբ կարդում ենք Իսահակյանի այս գնահատականը, միանգամից աչքներիս առջև երևում է ընդամենը օրեր առաջ տեղի ունեցածը Մայր Շահաթոռում, երբ մի կողմից իշխանության աջակցությունը ունեցող խումբներ մարդկանց ամբողը եւ մյուս կողմից մարդիկ էին, որոնք եկել էին պաշտպանելու Մայրաթոռը։ Եթե տարիներ առաջ որևէ մեկը նկարագրեր այս իբրև իրականություն, չէինք հավատա, այնուամենայնիվ չէինք հավատա, որքան էլ որ հոտը զգայինք դրա։ Ամբողի մեջ մարդը համարում է, որ ինքը չի նկատվում, աննկատ է եւ դրա համար է, որ այդքան հեշտորեն ոտնահարում է կանոնները, հետևանքների մասին չի մտածում, պատասխանատվության զգացումը թուլանում է։ Այնը ինչ որ մենք տեսանք։ Եվ եթե կհիշեք, հենց դրա համար է, որ այդ մարդիկ այդքան ագրեսիվ արձագանքում էին, երբ լրագրողները փորձում էին նկարահանել իրենց, իդենտիֆիկացնել։ Եվ այստեղ իմ ընկալմամբ խնդիրը ոչ այնքան այդ ամբողջն է, այլ որքան մարդիկ, որոնք առաջնորդում են այդ ամբողջին։ Եվ այդ մարդիկ ունեն անուն, ազգանուն, ասենք Վրեժ Դուրգարյան, որը օպերային թատրոնի փոխտնօրենն է։ Եղբայրը Կարեն Դուրգարյանը թատրոնի տնօրենն է։ Եվ իրենք ինչ որ չափանիշներով համարվում են էլիտա մտավորականներ եւ նրանցից եւ ոչ մեկը ազատման դիմում չի գրել շատ հասկանալի պատճառով որովհետեւ իրենք իշխանության հրահանգ են կատարում ներողություն իշխանության համար գործիք են դարձել Խոսքի մեջ ասացիք, որ եթե ժամանակներ առաջ այս իրականությունը նկարագրեի չէին կմբռնի, չէին հավատա, ես դժբախտություն եմ ունեցել ասեցի անցած դարի վերջին այս իրականությունը նկարագրել
եւ ոչ միայն չէին ընդունում, այլևս փոխարակում էին։ Ասում էին դու հատուկ ես դա անում, որ մեր ժողովրդին վհատեցնես, դու հատուկ ես դա անում, որ իշխանությունների վրայից պատասխանատվություն հանես։ Ես ասում եի շատերը կան, այս շատերից բխում է այս իշխանությունը, դուք չեք կարող լավ իշխանություն ունենալ, այս հասարակությունը, այս բաղադրամասերը, որ չի կարող լավ իշխանություն ունենալ։ Ձեռնտու չի եղել, էլի ձեզ լսելը։ Գիտեք, կային ոմանք չէին ըմբռնում, ասենք չէին հավատում, որ այդպես է, ես դա հասկանում էի, բայց կային մարդիկ, որոնք ըմբռնում էին, ասենք ինձ հետ առանձնազրույցի ժամանակ ընդունում էին եւ շնորհակալություն են հայտնում, որ ես իրենց աչքերը բացեցի, բայց հետո գիտեք ինձ վերջում ինչ էին ասում։ Ասեմ, պարոն Պեպանյան, դուք քաղաքական վերլուծաբան եք, որ ինչ որ եզրահանգումներ եք գալի ուսումնասիրությունների արդյունքներում, դուք ինչ եզրահանգում եք, ասում եք, ու ձեզ քիչ է հետաքրքրում, կընդունեն, չեն ընդունի, կփոխանակեն, կհայորեն, իսկ 4-5 անգամ ազգի դավաճան են հռչակել, որ ես ասել եմ իրականությունը սա է, իշխանության հետևանք են, հասկանում եք։ Ասում էին, բայց մենք, քանի որ քաղաքական գործիչ ենք, ի տարբերություն ձեզ մենք քվեի խնդիր ունենք, մենք չենք կարող այդ ամենը ասել։ Ու մարդը, որ ինձ խոստովանել էր, որ ես հասկացա, որ իշխանությունները հետևանք են, դա 97 թվականին էր։ Հետո գնաց նախագահի թեկնածու գրանցվեց եւ ամեն հարթակից ասում էր, այս ամենի մեղավորը այս իշխանությունն էր։ Այսինքն ինքը խափում էր քաղաքական շահից ելնելով։ Մեկ ուրիշն էլ, որ էլի նախագահի թեկնածու գրանցվեց, իրեն հարցնում են առաջադրվելու եք, ինքը ասում է Պեպանյան անցրունես ինչ գիրք կարդացել եք, ասում են հա դե ասում եմ ինչ անեմ, որտեվ իրականությունը ես որ ներկայացնում եմ, դե դեպքում մենք կուսակցություն չունենանք ընդհանրապես, որտեվ այդ խնդիրը բարդ է ու լուծումը դժվար է, հասկանում եք։ Բայց հետո այդ նույն անձնավորությունը մի որոշ ժամանակ հետո նոր ինքն էլ է նախագահի թեկնածու գրանցում եւ նույնն ասում այս ամեն ինչը մեղավոր է իշխանություն։ Ասենք քաղաքական շահից ելնելով նույնիսկ ըմբռնողները խափում էին։ Իսկ մարդիկ էլ այդպես մնում են չտեղեկացված, մինչև որ իսկ դրսի ուժերը շատ լավ գիտեին մեր խնդիրներ, ադրբեջանական կայքերում իմ նկարով բան կա, իմ գրառումները ոնց որ դուք եք, իրենք էլ են, ասել էին Արծրուն Պեպանյան քաղաքական վերլուծաբան, այսպես բաներ է ասում ժողովրդի հետ կապված, որտեղ ասում էր ինքը ասում է, թե դեհի ասած ազգային վերափոխումը չանեք վատ է լինելու, ասենք այնտեղ իրանք հասկանում էին։ Ու դրսի շատ ուժեր, որոնք աշխարհակաղակական շահեր ունեին, նպաստում էին, որ այս ժողովրդի խեղված հատվածը ել ավելի խեղվի, իսկ այդ ազգակիր հատվածը ճնշվի, նսեմացվի, վարկաբեկվի, որ իրենց նպատակները իրականացնեն։ Ես դրա համար եմ հիմա ասում այսօր ծանր վիճակ է եւ ազգակիրների ինքնակազմակերպումն է օրակարգային, սա պիտի անեն, թե ընդդիմադիր ուժերը ինչի չեն արել, ասացի, որոնք ոմանք քաղաքական շահ ունեին, ոմանք չէին ընկալում, չէին ըմբռնում, բացի դա էլ ասացի համակարգ կառուցելը դա երկար գործ է ու երկար, դու ինչ-որ մարդկանց պիտի ասես, գիտեք ժողովուրդ կարող է 5 տարի տևի, 20 տարի տևի, 30 տարի տևի, եթե մենք ուզում ենք ինչ-որ բան այստեղ փոխենք էլի։ Պարոն Պեպանյան, Դու գլխանի գնում ինձ հիացնում ես։ Շնորհակալ եմ։ Ես կուզեի, որ ժամանակները լավը լինեին եւ ստիպված չլինեի հիացնել։ Ապրեի անհոգ կյանքով։ Ես ինչքան եմ նախանձում, որ ասում եմ, ինչ խնդիր չունենայի, ես քաղաքականությամբ չզբաղվեի, իմ հոբբիով զբաղվեի, պատմավեպեր գրեի, այգեգործությամբ զբաղվեի, խելքս գնում է այս բաները, բայց ստիպված եմ, ասենք, գիշերները չքնել, մտածել, վերլուծել, կարդալ, առաջարկներ ներկայացնել, հայհոյանքի արժանանալ, արխմարել ու նորից ասել։ Որքան էլ որ այո հիմա դժվար ժամանակաշրջան է, մեկ է դժվար ժամանակաշրջանը նաև հնարավորություն է։ Դրականն է, որ ֆիլտրացիա է շատ ուժեղ։ Եթե չունեինք էլիտա իրական, սա լավ շրջան է ձևավորելու այդ էլիտան, առանձնացնելու, ճանաչելու իսկապես արժանինքներ ունեցող մարդկանց։ Դուք մի լավ արտահայտություն ունեք, բնորոշում ունեք, պլաստիլինե մարդիկ, որ կամք չունեն, հա, ոսկոր չունեն կամքի եւ ըստ ընդունում են այն կերպը, որը պետք է։ Հիմա այս ժամանակը այդ մարդկանց տարերքի մասին է, չէ, իրենց համար պարարտ միջավայր է, բայց իրենց կողքին կան նաև ոսկոր ունեցող, կամք ունեցող մարդիկ, որոնցից շատերն էլ բանտում են, բանտարկված են։ Այսինքն սա լավ ժամանակաշրջան է եւ ես նաև գնահատականներ եմ լսում, որ եկեղեցու համար էլ է լավ ժամանակաշրջան։ Սա կարող է վերածնունդ պարգևել եկեղեցուն։ Սա կարող է նաև ծնունդը լինել իրական էլիտայի կամ վերածնունդը։ Եթե սրան հավատանք, սա համարենք լավատեսություն, թե իսկապես հիմքերը կան նաև այս կերպ մտածելու։ Հաղորդման ավարտին կուզեի
այս հարցին պատասխանել։ Շատ խելացի մի ազնվորություն ասել է իրականությունը, եթե դու ուզում ես փոխես, դու պիտի կարողանաս ճանաչես այդ իրականությունը։ Մինչև 2020 թվականի իրականության ճանաչում չի եղել այսպես մեր քաղաքական դաշտի կողմից։ Ես ինքս համառում էի բացել ցույց տալ իրականությունը չէին ընդունում, այս մի հոգում որ բերեցին ինքը վարակությունների հետ քաշեց եւ մենք տեսանք։ Եթե ասենք այս ժամանակ այս բոլոր ախտերը արատները կային, չէիք ուզում տեսնեիք, բարձր ժամանակի ընթացքում եթե անգամ իրեն թողնեիք ուրիշ բացական ազդեցություն չլիներ, էլի ինքը ավելի էր վատանալու։ Դրական է այն իմաստով, որ բացվեց վարակությունները եւ տեսանք եւ կա այսպեսի մի օրենք իմաստնացումը միշտ տառապանքի գնով է լինում։ Մարդու մոդել է այդպես, ժողովրդի մոդել։ Պետք է ինքը ընկնի տառապանքների մեջ, կորուստներ ունենա։ Ես ժամանակին ասում եմ, երբ որ իրականությունը տեսնում եմ, արձագանք չկար, ասում եմ, ինչեւ ես մեր ժողովուրդը դառը չլացի, ինքը խելքի չի գալու։ Ու դժբախտաբար հենց այդպես էլ եղավ։ Ես աշխատում եմ այնպես անեմ, որ դառը լացելուն չգա, ինչ որ քայլեր ձեռնարկենք, բայց մարդիկ չէին ընկալու։ Հիմա եկել այդ վիճակը դառը լացում է, այդ դառը լացողները բոլոր չէ, իհարկե դառը լացում։ Ձեր նշած անունները հիմա ինչ որ լավ են զգում իրենց, այդ դառը լացողները պիտի ինքնակազմակերպվեն, բայց այստեղ մի խնդիր կա։ Իհարկե ծանր վայրեջքային վիճակը որ կա, դա վարակությունները բացում է, բայց անհրաժեշտ է, որ ի հայտ գան մարդիկ, որոնք հասկանում են եւ դեպի վերելքի հիմքեր ստեղծեն։ Եթե այդ մարդիկ չեղան, սրանք կարող է հաջորդի էլ ավելի խոր վհատության վիճակը, որը ձգտում են անել դրսի ուժերը, որոնք ես ասացի։ Հիմա այստեղ իմ քո եւ մյուսների այդ տառապողների խնդիրն է սա հասկանանք եւ արդեն մենք տեսնում ենք ովքեր են ազգակիները, ովքեր չէ, իրենց տանենք ինքնակազմակերպման։ Այս հարցն է, որ ես բավական երկար ժամանակ հնչեցնում եմ, ու քանի որ հաղորդումն էլ ավարտվում է, ում որ հետաքրքրեց իմ այս մոտեցումը, ազգային վերելքի ուղի Facebook-յան խմբում այդ տեսանյութերը տեղադրված էր մի քանի ժամանակ ես հանգամանալիս մանրամասն ներկայացնում եմ եւ որպեսզի ամբողջությամբ վհատությամբ չլինի մեր եթերը ասեմ որ որքան ես եմ դիտարկում ենթադրենք թե մեզ հարկավոր է վերելքային ինչ որ բաղադրատար կառուցել այդ ամենը կա ցակուցրև են, պարզապես մարդիկ իրաց չեն ճանաչում, առանձին գործում են, հիմա այստեղ անհրաժեշտ է, ես առաջարկում եմ մի խումբ ձևավորել, որոնք նախ եւ առաջ ինվենտարիզացիա կան, օրինակ ես ձեր տեղը չգիտեի, դուք էլ ինչ-որ մարդկանց տեղ գիտեք, խմբեր եւ այլ այդ ամենը պիտի հավաքվի, համակարգվի եւ փորձենք մենք նախ եւ առաջ հնարավորության սահմաններում ինքնապաշտպանվել, ասենք կրթություն, մշակույթ, որ ուզում են աղավաղել, տեսնենք ինչ կարող է, ինչու կարող է դիմակայել։ Բավականաչափ ինքնակազմակերպվելով արդեն մենք մեր սեփական մեր օրակարգը կունենանք։ Դժբախտաբար մենք չունենք, այսօր մենք միշտ արձագանքում ենք, իրենք գրոհում են եկեղեցիով, մենք գնում ենք, հետո իրենք այդքան խելացի են, մեկ էլ մի ուրիշ տեղ են գրոհում, մեկ էլ վազում ենք այնտեղ։ Ռեսուրսները դրատվում։ Հա, մինչդեռ մենք էլ մեր համակարգը ունենայինք, սրանք պաշտպանում են եկեղեցուն, սրանք կրթությանը, սրանք մշակույթի եւ համակարգված աշխատենք։ Այս ամենի սխեման ես ներկայացրել եմ եւ նաեւ ասում եմ, որ մենք սահմանելու ենք այս ամեն այս աղետը, այս դժբախտությունները, սրանք բոլորը մեր աչքերը բացելու համար էր, որ գնանք ինքնակազմակերպման, ու նաեւ աշխարհի ազգակիր հայությանը մենք պիտի համախմբենք եւ այդ դեպքում մենք դառնալու ենք գործոն աշխարհում։ Ոչ միայն սա է փորձելու փրկել։ Եթե անգամ պետություն չունեցանք էլ, մենք այդ ռեսուրս ազգակիրների, որ կա, մենք համախմբենք աշխարհում գործոնենք լինել։ Այնպես որ շատ մի վհատվեք, բայց նաև իմացեք, որ ամեն մեկը պիտի մտածի, ես ինչ կարող եմ անել։ Չնստել սպասել, թե կես տարի աշխատում եք, արդյունք չկա։ Պիտի գաք ասեք, ես ինչ կարող եմ անել, որ այդ նպատակը իրականանա։ Իսկ եթե դուք ներգրավում եք այդ process-ների մեջ, դուք ձեր այդ պատյանից դուրս է գալի անհուսության, երբ որ տեսնում եք դուք թեկուզ փոքր ինչ որ քար եք դնում քարի վրա, որը գուցե 30 տարի հետո ինչ որ պալատ դառնա, դուք արդեն ցես լավ եք զգում։ Դուք շատ հեռվում լույս եք տեսնում։ Շնորհակալություն պարոն Պեպանյան, ինչ անել հարցի հետ կապված, երբեմն մարդիկ մտածում են, որ իրենցից ինչ որ շատ բարդ բաներ են ակնկալվում, բայց մի պարզ օրինակով սա ասեմ ու եզրափակենք, այս գիրակի կա տեղեկություն, որ իշխանությունը պատրաստվում է հերթական սադրանքը Մայրաթորի դեմ եւ ինչ կարող եք անել սիրելի հայրենակիցներ, կարող եք Կիրակի գնալ Մայրաթոր եւ սեփական ներկայությամբ կանխել իշխանության հերթական սադրանքը։ Հիմա տեսը ես իհարկե քսետ համաձայն եմ, բայց իմ ասած ուղիով եթե գնում ենք համակարգերը կառուցում ենք,
պատկերացրեք այսպես, մենք պետք է, ասենք, ունենք հատուկ կառույց եկեղեցու պաշտպանության խորհուրդ, ասենք, ինքը մոտավորապես պետք է հաշվարկի նրանք ինչ են անելու, ինչքան մարդ են տանելու եւ այլը, մինիմում ինչքան մարդ պիտի մեզանից լինի, այդ հաշվարկը լինի, այդ մարդիկ որ կառույցներից են գալու, դա կազմակերպվի, մի բան էլ ավել։ Հիմա մենք կոչ ենք անում, կարող այդ կոչով գրանք քիչ լինեն, կարող 10 անգամ շատ լինեն, բայց պատկերացրեք, երբ համակարգը չկա, գոնե կոչ անենք։ Դե հիմա, բայց անընդհատ մենք կոչ ենք անում։ Ես գիտեք, քանի տարի ասում եք համակարգ կառուցեն, կազմակերպված, վաղ կարող կրթություն դպրոցների դեմ լինի, էլի նույնիսկ կոչեր ենք անելու։ Պարոն Պեպանյան, ես միշտ իմ հարցազրույցներում խոսում եմ համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին, ընդդիմության թերանալու մասին, օրակարգի հարցում հատկապես։ Այդ առումով խիղճս հանգիստ է, որ ես այդ հարցերին մշտապես անդրադառնում եմ։ Ես ինքս էլ համակարգ ստեղծելու նախաձեռնություն եմ հիմնել եւ կառուցում եմ, ում որ հետաքրքրեց, կարող է կապվի եւ փորձենք միասին այդ համակարգը կառուցենք։ Որտեղ առանց դրա մեկը չի լինելու։ Շնորհակալություն ձեզ։ Ես շատ շնորհակալ եմ։